Քանի որ ինձ նայողները երրորդ վարքյանին արդեն կեսն ալնում, այդ ընթացքում ես հասցնեմ բանս մաքրեմ, ակնոցներս մինչև ինձ 3 վարքյանում լքողները լքեն, հաջորդ կետը 20-րդ վարքյանն է, 20-րդ վարքյանի 20%-ն է մնում, կարծում եմ արդեն հասել եմ այդ փուլին, հիմա ինձ նայում են ինձ առասարակ նայողների մոտ 20%-ը դառնում է մի 30 հոգի, 40 հոգի, այնպես որ շնորհակալ եմ այդ մարդկանցից, մինչև վերջ նայողներին вообще շնորհակալ եմ։ Նորից կսկսեմ այս սարսափելի մեր կորուստներից։ Չկան այս ձև երեխեք, բոլոր նորմալներին կերել ենք, անձներ ենք հողին, դեմքերին նայեք կտեսնեք, թե ինչ ենք կորցրել, լուսավոր մարդկանց ենք կորցրել, երեխեքի։ Այս ասա այսօրվա թեմաներից մեկին։ Եթե Աստծո չընտրյալը մարսեց Գազայի գենոցիդը, վաղն էլ Ալիև Էրդողանը մեզ կգենոցիդեն ու կմարսեն։ Դրա համար հիմա խոսեք կատարվածի մասին։ Առասարակ իմ բոլոր խոսակցությունների իմաստը ինչ-որ ինֆորմացիա տալն է, որի հետևանքով մարդիկ մի քիչ կփոխեն իրենց վարքը, իրենց վերաբերմունքը։ Ձախ կողմում այս երկու գլոբալ սարսաղների, մեկը հանցագործ է, երկրորդ սարսաղ, Արազն է, 680,000 մարդ ազողել Գազայում, Նեթանյահուն, 36 հիվանդանոց, 250 ժուրնալիստի լրագրողի սպանել, 1300 բժշկի, 200 միացյալ ազգերի կազմակերպության աշխատողների, 19 համալսարան ավերել, միլիոններ էլ ծովի մատնել ու գենոցիդ արել։ Եթե նախորդ դարերում սենց անողները հայտնի էր հրեշներ էին, 21 դարում երրորդ դարում մեզ թվում էր, որ սա հնարավոր դարձավ կներեք ինձ մեր շնորհիվ։ Երբ որ մենք Ղարաբաղը տվեցինք, այսինքն մեր Նիկոլը տվեց Ղարաբաղը, դավաճանաբար այս երեխեքին սպանելով, Նեթանյահուն էլ ասեց չհասկացա, Ալիևը իր քնգռոտ գենոցիդ արեց, մարսեց, ես ինչ-որ չանեմ։ Դա իհարկե հիմարություն էր սրա կողմից, որովհետև իրենց գործը ոչ թե տարածք գրավելն էր, այլ իրենց գործը գլոբալ տիրապետությունն է փողի միջոցով, այդ մասին ես կշարունակեմ, ինքը փաստորեն փոխեց ծրագիրը, հրեական ծրագիրը, որը առաջ գլոբալիզացիայի հետ էր կապված, աշխարհը տիրապետելով հետ էր կապված, ինքը դառավ շարքային ցամաքային հարևան ուտող պետություն, որը չի մարսի ինքը։ Այսինքն, սա ինչ է նշանակում, որ այս մարդիկ գաղափար չունեն գլոբալ քաղաքականությունից, գաղափար չունեն հրեական գաղափարախոսությունից, մտան մեջտեղ ղասաբների պես սարսափելի գործ արեցին։ Այս բիձեն ես կողմնել ունի, ուրեմն ինչ է խոսում։ Ասում է, ես պետք է շնորհակալություն հայտնեմ Ջարեդ Քուչներին, իր փեսենա, ով այնքան շատ է սիրում Իսրայելը, որ դա ստիպեց իմ դստերը փոխել կրոնը քրիստոնեությունից դեպի հուդայականություն։ Նու եթե իր աղջիկը հուդայականություն է ընդունել, իր թոռները ուրեմն հրեա են, ջհուդ են։ Ես գիտեի, որ կանայք են պարտադրում ամուսնանալուց տղամարդկանց ընդունում են հուդայականություն ու նույնիսկ երկրորդ թլպատումն անցնեն։ Դու ամերիկացիների մեծ մասը առաջին թլպատվում է ծննդատանը, երկրորդ թլպատումն է ստիպում անցնել, որ իրենց աղջկան տան։ Բայց որ աղջիկն է կինն է ընդունում հուդայականություն, նույնիսկ դա այդքան տարածված բան չէր։ Փաստացի միլիարդատիրոջ աղջկան մինչև ամուսնությունը պայման են դրած եղել ջհուդները, կամ կհավատափոխվես կամ չես ամուսնանա։ Ինձ թվում էր, թե դրանք ամուսնանում են հարուստների աղջիկի տղաների հետ, որպեսզի փողատեր դառնան։ Ամուսնանում են, որպեսզի դրանք ջհուդ սարքեն։
Ամուսնությունից հետո էլ աներոշն են հավատափոխել։ Հիմա էլ սարքեցին իրենց ծպճալ դրածո նախագահը, ու այդ սարսաղն արդեն մարդկան գոյության հարցերի տերն է։ Երևի նորմալ է, որովհետև մենք մարդկություն ասածը չենք հասկանում ինչա կատարվում։ Այս իրանց նախկին պաշտպանն է, prime minister-ն է, գալանտն է, ինքն ասում է, հա, հոկտեմբերի 7-ին մենք ենք կազմակերպել այդ հարձակումը մեր վրա, մենք էլ ոչնչացրել ենք մեր մարդկանց, օգտագործելով դրոններ, տանկեր եւ այլն։ Երբեմն էսենց բաները բլեֆ են լինում, հնարավոր է որ այս ինֆորմացիան բլեֆ է, բայց ես կարծում եմ, որ այն որ հոկտեմբերի 7-ի հարձակումը հենց իրենց հրեական հրահրածները իրանց փողերով է կատարել հաստատ էր։ Անցնենք առաջ, ու այդ ֆոնին, այս կատարվածի ֆոնին հայ հիմնական մեկնաբանն է, հայ սնգերը, որը Ռուբենին համարում էր անգլիական Սմատրիաշի Ղարաբաղում, հիմա էլ խոսում է, շարունակում է խոսել, ինչ ասում է, Իսրայելը կապիտուլացվեց։ Թրամփն էլ Հայաստանը տվել է Ալիևին, մեծ խաղ է բան, դա կարևոր չի, ես վերնագրերին եմ ուշադրություն դարձնում, ոչ չեմ լսել այս տանգրագետին։ Հիմա իմ բանը, իրականությանը նայենք, փաստերին նայենք։ Իսրայելը չի կապիտուլացվել, Իսրայելը ոչնչացրեց գազացիներին, հողին հավասարացրեց ու գրավեց Գազան, ու նաև աշխարհին ապացուցեց, որ 21-րդ դարում կարող է Հիտլերից շատ ավելի մեծ հանցագործություններ կատարել, ու հենց դրա համար, որպես հրեաների փրկիչ, մեծարվել քրիստոնեական աշխարհում եւ գերտերությաններ սարքեր իր կամակատարեի դեմս մեր նախագահի։ Եթե մտնենք ամերիկյան եկեղեցիները, հիմնականում բողոքականները, մեծ մասամբ, բայց մյուսները էլ պակաս չեն, ամեն օր աղոթում են Իսրայելի ապահովության անվտանգության համար ու գազացիներին համարում են տերորիստներ։ Այս մարդը պարտավոր է մի քիչ գրագետ դառնա, որովհետև իրեն լսում են, ասենք, թե տասնյակ հազարներով, 100 հազարներով, ինձ լսում է հիմա արդեն 7-րդ րոպեն է, ինձ թվում է մի 10 հոգի է լսում, շնորհակալ եմ այդ 10 հոգուց։ Այդ 10 հոգի ընկերներից խնդրում եմ մեկ-մեկի պատմեք, որ իրականությունը մի քիչ ուրիշ է։ Իրականությունն այ է սա, ուրեմն այստեղ ներկայացված է տարբեր մարտհամակների միջին տարիքը բնակչության։ Աֆրիկան 19 տարեկան է միջինում։ Ну, կարող եք կարդալ արդեն թվերը, ես չկրկնեմ, ամենածերը Եվրոպան է։ Այս 32-ը որ գրած է ամբողջ այս մարտհամակի վրա, այստեղ այս թվերը հիմնականում Հնդկաստանինն են ու արաբներինն են, որովհետև Չինաստանը արդեն տարիքով մեծանում է, կանգնել է։ Ռուսաստանը առհասարակ նեգատիվի վրա է, այսինքն եթե վերցնեք արաբական մասը եւ թուրքական մասը կստանաք մի 20-25 տարեկան էլ իրենց կստանաք, այսինքն մենք գտնվում ենք ռեգիոնում, որը սարսափելի արագ երիտասարդ է, ջահել է։ Ու այդ ֆոնին ես այդտեղ մի հատ ուրիշ նկարել ունեի, ուր այդ նկարը երեք կորցրել եմ ինչա։ Փորձեմ գտնել, կարևոր էր։ Վերջերս նկար, այս էլ մեր ռեգիոնն է, այս ցույց տամ։ Այս էլ մեր ռեգիոնի բնակչության թվերն են։ Իշնեմ, որ մեծ երևա։ Այ քեզ բան։ Նրանով ցույց է տալիս, նրանով ցույց չի տալիս։ Ես ինչ էր, sense բան առաջ անգամ հանդիպեցի, չի սիրում այդ սլայդը։ Ուրեմն 85 միլիոն Թուրքիան, 90 միլիոն Պարսկաստանն է, ու թվերը կարդացեք, Հայաստանն է այս քարտեզի նկարված ամենափոքր երկիրն է, 2.7 միլիոն։ Մերպես է նաև Քուվեյթը, որը մի ժամանակ կես միլիոն էլ չկար։ Եգիպտոսը 112 միլիոն։ Այս Ադրբեջանը 10 միլիոնն է, երբ որ Սովետը քանդվեց, մենք 3.5 միլիոն էինք, Ադրբեջանը մի 6.5 էր։ Վրաստանն էլ մի 4 էր։ Վրաստանը հասել է 5.7 միլիոնի, թե 5.1 թվի չի տարբերում, Հայաստանն 2.7, Ադրբեջանը 11։ Այս ռեգիոնում մենք պետք է կյանքի իրավունքը մեր հաստատենք, այդ չլնող բան է, ոնց որ ես հասկանում, որովհետև մեր պոտենցիալները սարսափելի են։ Վերադառնամ նորից մեծ մասշտաբին, որ
Դե ոնց որ միշտ ես գնում եմ հետո առաջ, սա Նիչշեի ասածն է։ Ասում է, քաղաքական գործիչը մարդկությունը բաժանում է երկու դասի՝ գործիքների եւ թշնամիների։ Հայաստանին նայեք ու դուք կտեսնեք, որ քաղաքականություն մտածների մեկը լիդերն է, մյուսը իր գործիքներն են։ Թշնամիները ովքեր են Հայաստանի դեպքում թշնամիներն ովքեր են, երևի ժողովուրդն է։ Այս է Հայաստանը։ Վերադառնալով նախկին հրեական թեմային, ասեմ, որ ռուսների եւ ուկրների շեֆերն աստծո ընտրյալներ են։ Բունո Պուտինն էլ Շալոմովա, գիտեք, չէ՞։ Իր մայրը եղել է Շալոմովա։ Եվ քանի որ հրեությունն էլ մայրական կողմից է, իրականում իր ազգանը պետք է լիներ ոչ թե Պուտին, այլ Շալոմով։ Արդյունքում այս երկուսի մուղամներով, որովհետեւ Պուտինը չի սպասարկել կոնֆլիկտը, արել ամեն ինչ, որպեսզի այն շարունակվի, ռուսները կոտորվեն։ Արդյունքում սլավոններն իրար կոչչացնեն ու տեղում կերտվեն Խազարյան ու Թուրանը։ Այսինքն համաշխարհային ներկա գլոբալ process-ներն ընդամենը մի նպատակ ունեն։ Հրաները մի փոքր ընդե կվերցնեն Ուկրաինայից ու Ռուսաստանի հարավից, կսարքեն իրենց համար Խազարյան, թե ինչ են անելու տեղից չեմ պատկերացնում, որովհետև իրենց շատ ավելի ձեռնտու աշխարհի փողի տեր մնալը, բայց թուրքերը կդառնան ամենամեծ գերտերությունը աշխարհի, Թուրանի, որը կսկսվի Թուրքիայից, կվերջանա Խաղաղ օվկիանոսի ափերին, Ույգուրիայով, Սիբիրով, երևի Մոսկվան էլ կվերցնեն։ Այս դրա ֆոնին մենք ունենք այս դեգեներատին։ Թե ես չեմ հասկանում, սա ոնց է իշխանացել։ Ռոբերտն էր սրան բերել։ Ռոբերտին մենակ սրան բերելու համար պետք է հենց ճիպոտի տակ գցել։ Որ նայում ես, թե մենք ում ենք ունեցել, միգուցե կարգին նորմալ չի եղել, մենք սովորել ենք գլուխ գովելով, ինքնով ասելու, ու երևի սովետի վախտից մենք մի զիբիլ ենք եղել, որ մտավոր որակական առումով ուղղակի չենք պրիզնատարել։ Հիմա էլ նույնը շարունակվելու է։ Դուք համարում եք, որ մենք հանճարեղ ենք, ես համարում եմ, որ մենք աշխարհի ամենավերջինն ենք։ Նախկինում դպրոցից արդեն մարդիկ սկսում էին հասկանալ աշխարհի քաղաքական տրամաբանությունները, տեղական տրամաբանությունները, կյանքը։ Հիմա գերեզման մտածել դա չկա։ Երեխեքին մտցրել են գերեզման, երկիրը մտցրել են գերեզման, բայց իրականության հետ մենք չենք շփվում։ Այստեղ մի բան ունեմ ես ցույց տալու, հիմա արժի ցույց տալ։ Այս կլիկն եմ ուզում որ նայեք։ Երկու կոպեկով բերանները թակում է ձեր։ Ես չգիտեմ ինչ ասեմ տղա ջան, ես չգիտեմ ինչ ասեմ, ես երկիրը քանդեցին տվեցին, բայց ժողովուրդը ուրա, աշտարակսի կուր է։ Ուրա, Նիկոլի վրա ուժները պատում, վերին նստացրին գլխին տականքին, վերի ժողովորդի գլխին նստացրեցին, հայվան, Մինչև հեչ են բացում բերանները, բացեք խոսացեք։ Այս տեսեք։ Երկու կոպեկով բերանները թակում է ձեր։ Այս է իրականությունը։ Բերան բացելու ունակ մնացել են մենակ տարիքավոր կանայք։ Դուք չեք գտնի մի միջին հասակի տղամարդու, որը ձեն կանի։ Իհարկե ձեն չի անի։ Կբանտարկի Նիկոլը։ Այդ կնոջը տանի ոնց դժվար է այդ կնոջը դատել։ Եթե կարանա գտնի դատավոր, որ այդ կնոջը կդատեն, դա էլ կանի։ Մի վատություն այդ կնոջը կանեն։ Այսինքն ֆաշիզմը մեր համեմատ բան է, դրախտ է եղել։ Մենք ուղղակի ընդունակ չենք հասկանալու, որ մենք գտնվում ենք ամենասարսափելի վիճակում, ինքներս մեր կերտած դժոխքում։ Ինչի համար, որովհետև վախենում եք ձեր մերձավորին։ Տեսկինը հրապարակավ էր խոսում, բայց տղամարդն էլ կարա իր մերձավորին, երբ որ մենակ բռնացնի, գոնե փողոցում սիլլի։ Պականքի ասի հար անասուն դու ինձ ես ուտում տվար։ Ինչքան ասել եմ, դա տեղ չի հասնում։ Անցնենք առաջ։ Եթե միլիարդատերը բանտ է ընկնում ու բանտ գցողը հաջորդ օրը դեռ ողջ է, ապա նման միլիարդատիրոջ համբալ, հայվաղ, ողորմելի տիրումները։ Մենակ մենք ունենք sense միլիարդատեր։ Մեկը Ալիևի բանտումա գնաց իր Հարիֆ հալով դարավ պատանդ գերի։ Մյուսն էլ
նորից ինքը փողի տեր էր, ինքը տեխնապահներ ուներ ներքին հարցեր լուծելու, բայց ինքը տեխնապահ չունի, մարդ չունի քաղաքական հարցեր լուծելու։ Հիմա բանտից ինչ է անում։ Պատրաստվում է, որ ինքը դեպուտատ դառնա, որ դեպուտացիան շնորհիվ բանտից դուրս գա։ Սա աբսուրդ չի։ Սա սարսափելի բան է։ Կոչ եմ անում դրան սատարողներ մի հատ հասկացեք ինչ եք անում։ Չի կարելի ընտրությունների մասնակցել, որի ընտրական կենտրոնական հանձնաժողովի մարդը տերը այս դուք սենց մարդուն դավերականեք ձեր հավին, ասենք թե բեջարեր, ձեր ասենք դվորնիկներ։ Սա երկրում եզակի ճիվաղներից է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Եթե սպարացերտը կեղծում էր 100%-անոց ընտրությունը, այս ընտրություններին եթե Նիկոլին 0 ձայն ստանա, բացարձակ ոչ մի հոգի Նիկոլին չտրի, սա կգրի 100%-ով Նիկոլը հաղթել։ Դուք հասկանում եք ուր եք գնում, ինչի եք նախապատրաստում։ Ու ձեզ ովքեր են տանողները։ Վոյնա, падонокի մեկը, Սերժնա, ճմրթած անասունը, չգիտեմ ուրիշելով կմտնի այդ խաղի մեջ։ Մտածում եք թե ինչ եք անում։ Քաղաքականությունը կենցաղային առաջին հերթին լոկալ է, կենցաղում ձեր հարցերը լուծեք։ Ձեր հակառակորդներին կենցաղում պետք է ոչնչացնեք, նոր դուրս գաք թուղթ գցելու, որ թուղթ գցելու ընտրություն հաղթեք։ Չի լինի դա։ Անհնար է։ Հայկական թեմայով ինձ թվում է քֆուրը բավականաչափ տվեցի, վերադառնամ մեծ թեմային։ Այսքանից հետո գնում եք գնացեք թուղթի հույսին, ասեք ձեր պարտքը կատարեք, ձեր պարտքը չկատարեցիք, եթե դուք գնացիք թուղթը գցեցիք, դուք այդ թղթով դուք ձեզ եք սպանդանոց տան։ Ու հիմա ասնեմ մեծ գլոբալ քննարկումներին։ Սկսեմ սրանից։ Երեք մի գերշուստրի գիտնականի գերմողամբար զրույցն եմ լսում երկրի վրա կյանքի առաջացման մասին։ Իդեպ հայա, հայաստանյան հայ չի, Մոսկվայում մեծացած հայա, ես գիտության մեջ հանդիպել եմ նման գերշուստրիների, որոնք իրենց թեման սարքում են կարևոր, առաջ են մղում, ու սկսում են մարդկանց գրավել այն ապուշություններով, որով ինքն է զբաղվում։ Ինչու է զբաղվում ես նույն։ Ինքը զբաղվում է հարցով, թե երբ է առաջացել կյանքը երկրագնդի վրա։ Ինչ է ասում։ Այս ասպարեզի հիմնադիրը Ապարինն է։ Ռուս գիտնականն է, հանճարեղ գիտնականն է, որը տվել է կոնսերվատների տեսությունը։ Կոնսերվատների տեսությունն ինչ է ասում, ասում է ջուր, օդ, առափնյա շրջաններում, որտեղ ալիքներ կան, թեթև ալեկոծությունների ժամանակ այդ առափնյա շրջաններում գոյանում է վիճակ, որտեղ ասենք թե ավազի հատիկը կամ իրար կպած մի քանի հատիկները համ օդի հետ շփում ունեն, համ ջրի հետ, խոնավության հետ, եւ համ էլ գրունտի հետ, հողի հետ։ Երրաֆաս սիստեմա։ Այդ երրաֆաս սիստեմում դյութերը, որոնք լուծելի չեն ջրում, գրունտի հաշվին են դառնում ռեակցիա տվող։ Նյութերը, որոնք ասենք թե գազային կարող լինեն, օդի հետ շփվելով են իրենց դրսևորում։ Այսինքն երրաֆաս վիճակում, կոնսերվատային երրաֆաս վիճակում առաջացել է կյանքը։ Սա տվել է Օպարինը 1920-ական թվականներին կամ ավելի շուտ թիվը ես չեմ։ Այս տղեն ինչ է ասում ես, այս հանճարեղ ֆռռացողը։ Ասում է Օպարինը ռաբոչի ինչ որ թերթում տպեց իր հոդվածը, դա բան չեմ ասում, Օպարին։ Հա, հետո մի հատ անգլիացի տեղեկացավ այդ ամենին ու ինքը փորձերով ապացուցեց, որ մանավանդ մակընթացության ենթակա ծովափնյա շրջաններում հնարավոր է որ ալիքները հետ գնան, օդը գա, հետո գան առաջ ու այդ պայմաններում կյանք առաջ։ Այսպես բլեֆերի վրա հիմնված մի ժամից ավել խոսում էր ու այդ մարդը ապացուցեց, որ Ապարինը ոչ մի բան է, ինքն է տերը, ինքը ամեն ինչ գիտի, սկսեց ցինկի մասին խոսալ, լուսնի առաջացման ու մտածում ես, այ մարդ, լսի, նախ այսօր կյանքը վտանգված է երկրագնդի վրա, դու այդ ինչից ես խոսում։ Եթե դու այդքան հզոր ես, իսկ ինքը գեր շուստրեր, ես նման շուստրներ քիչ եմ տեսել։ Հələ խոսա այսօրվա կյանքի մասին, դες դու ինչից ես խոսում, ըստ որում միակ նպատակը ուրիշներին բարի տալն է գիտական, որ դու առաջ մղես։
Ասենք թե parzեցիք, որ կյանքն առաջացել է ոչ թե 1 միլիարդ տարի առաջ, ոնց իմ ժամանակներով էին ասում, ըստ օպարինի տեսության ու ըստ փաստացի տվյալների, այլ 4 միլիարդ տարի առաջ, հետո ինչ։ Դեգեներատներ, այսօր մի քանի օրվա մեջ կարող է կյանքը վերանալ երկրագնդի վրա։ Ինչի է կոնկրետ հարցից, քաղաքական հարցից գնացի հասալը տեսեք որտեղ են ու ինձ չհասկացող պատահաբար եթե մեկը մնացել է ինձ լսող ասի արա այս մարդեսը ինչ խելար, հələ տեսեք ինչն է ինչի հետ խառն։ Չեմ խառնում։ Այս մարդու անելուկը պետք է ալներ քաղաքականություն մտնելը ու աշխարհի մասին խոսելը, որ եթե դու կյանքի մասին ես խոսում, խոսի այսօրվա կյանքի մասին ու մարդկային կյանքի մասին։ Այլ ոչ թե կոացերվատների կյանքի մասին հեղինակություն փախցնելը։ Հիմա գամ լավ լուրին։ Որոշների համար լավ լուրա, որոշների համար վատ լուրա, իմ համար վատ լուրա։ Վատ լուրն է, որ ամերիկյան բորսաները խելագար աճում են։ Ոսկին էլ ավելի խելագար վեր է սլանում։ Այսինքն սպասում է գլոբալ փողի ֆինանսական կռախ։ Այն Աստծո չընտրյալ ջհուդները, որոնք աշխարհի փողի տերն են, սրանով իրանք միգուցե մի քիչ վատանա իրանց վիճակը, չնայած ինչի մնաց ինչ են պատրաստել, միգուցե իրանք էլ ինչ-որ ձև խառը, իրանց մատը խառն է այս ամեն ինչ։ Դե եթե տենց բան տեղի ունենա, շրջապատում քաղաքական առողջ ուժերը թուրքերն են, մեզ մի օրվա մեջ ֆուկ կանեն։ Լավ լուրն էլ այն է, որ այս տեմպի մեջ միգուցե չհասցնեն Արմագեդոն սարքեն, այսինքն միջուկային ռեզենքով աշխարհի վրա կյանքը չվերացնեն։ Այսինքն վերից է խոսում։ Հիմա ռեալ տվյալներ ես դες բերեմ։ Ձախ կողմում համացանա դրված ոսկին, ոսկեգույն ներկած, իր դինամիկան տարիների ընթացքում 2000 թվականից մինչև հիմա։ Ու ամերիկյան բորսայի միջին ցուցանիշներ ունեցող S&P 500 կոչված ինդեքսը։ Տեսնում եք, որ ինդեքսը, իր միջին մուղամբազության, հրեական մուղամբազության խաղերի մեջ է, իսկ ոսկին թռել է։ Ու թռնում է, ամեն օր է թռնում։ Աջ կողմում ես բերել եմ այսօրվա տվյալները։ Ոսկին առավոտը բարձրանում էր, նույնիսկ 1% բարձրացավ, հետո տեսավ, որ չի ստացվում, ոսկուն պարտվում է, ոսկին 2.5% այսօր բարձրացավ, հիմա կարող է ավել լինի պակասել, չգիտեմ, այս մի ժամվա առաջվա տվյալները, սկսեց զիջել, առաջներում չէր զիջում, ու գոնե ուղիղ էր շարունակում, այսօր պարտվեց, այս էլ ոսկու վարկնա 2.3% բարձրացել է, սա ինչ է նշանակում։ Սովետը այս ձևով կործանվեց, սովետը ինֆլյացիայի շնորհիվ վերացավ, չէ՞։ Ասում են սովետն ինքնափլուզվեց։ Ինչի պատճառով սովետն ինքնափլուզվեց։ Ինֆլյացիա սկսեց։ Ինֆլյացիան սկսեց նրանից, որ թուրքերը մեր երկաթուղին էին փակել, 88 թվականից արդեն չէր գնում գնացք, հետո 89-90-ական թվականներից մի քանի անգամ փակել բացվելով աբխազական երկաթուղին փակվեց։ Դրանով Անդրկովկասում սովետին մատակարարող գործարանները կտրվեցին սովետից ստացող այդ գործարանները ապրանք չկարացան ստանան։ Այսինքն ընդհանրապես երկաթուղի փակելով սովետական ամբողջ տնտեսությունը կանգնեց։ Կանգնելու հետևանքով մարդիկ չկարողացան աշխատել, աշխատավարձ ստանալ, ապրանք չէին արտադրում, հետևաբար փողը չէր կարող պտտվել։ Եթե փողը չուներ իր ապրանքային էկվիվալենտը իր հետևում, սկսեց ինֆլացվել։ Ապրանք չկա, փողը ինչ իմաստ ունի։ Դրա համար ասենք թե սկզբից ասենք թե միսն արժեր 2 ռուբլի, հետո դառավ 5 ռուբլի, 10 ռուբլի, այդ օրերին միսը թռավ 1000 ռուբլի, որովհետև այդ 1000 ռուբլին արդեն ինչ ուներ։ Սա ինֆլյացիոն process է այսօրվա կատարվողը, դոլարի համեմատ։ Սա սկզբունքային հարց է։ Գերսկզբունքային հարց է։ Բանն այն է, որ մեր ժամանակներում տեղի ունեցել սուբյեկտային մրցավազք էր մինչև մեր ժամանակ, մինչև 21-րդ դարը, փողի եւ մարդու միջև։ Փողը որպես пассив որոշում կայացնող սուբյեկտ մրցում էր մարդու հետ։ Առաջներում մարդիկ պատրաստ էին, ասենք թե փողի համար իրաց մորն էլ ծախելու։ Պրիմիտիվ հանրություններում մենք փողի համար կործանեցինք մեր երկիրը։ Պրիմիտիվ հանրություններում այդ վիճակներ, հարուստ հանրություններում փողի համար
նո երկու աշխատանքի են գնում ամերիկացիների մեծ մասը, օրինակ, եթե հնարավորություններ երկու աշխատանքեր անեն, որ փողը վաստակեր, փողն էլ ինչի համար է վաստակում, որ մեծ տան մեջ ապրի, ասենք թե 500 մետրանոց տան մեջ, 1000 մետրանոց, այդ տունը տաքացնել է պետք, սառացնել է պետք։ Այսինքն փողը ստանում էր, փողը իդիոտի պես ծախսում էր տաքացնելու սառելու վրա, 4-5 մեքենա էր առնում։ Այսինքն փողը որպես ապրուստի միջոց կորցրել էր իր իմաստը արդեն։ Դրա համար պարտքային տնտեսություններ առաջացել։ Ինչքան ուզում ես պարտ վերցրա, դու պարտքի տոկոսը դու կաբրես։ Լավ փող ունես, մի մտածի, փողը պարտ վերցրու, տոկոսը մենակ կտաս։ Ու տենց ամբողջ մարդկությունը, արևմտյան մարդկությունը մտավ պարտքային համակարգի մեջ։ Որպես սուբյեկտ մնաց փողը մարդու հետ մրցակցող, բայց հարաբերությունները դառան պարտքային։ Այստեղ այս նկարի մասին ես խոսել եմ բազմիցս, հիմնական ռուսերեն էի խոսում, դրա համար գրած է ռուսերեն, ես ներկայացրել եմ, որ process-ներն արագացել են մեր դարում, այս վերջի 100 տարում արագացան, իսկ մեր օրերում դրանք դարել են արդեն պայթյունավտանգ։ Ամեն ինչ կուտակված է այս մի կետում։ Այս մի կետում հասնելու ճանապարհին մենք պարտավոր ենք հասկանանք, որ գնում ենք դեպի այդ մի կետը, որտեղ process-ներն այնքան արագացված են, որ պետքա հասկանալ, թե ինչպես են կառավարելու մեզ գլոբալ աշխարհը, լոկալ աշխարհը, մեր լիդերներին ոնց են կտրելու։ Մենք շարունակում ենք լիդերների ընտրել ամերիկյան 1776 թվին գրված կարծեմ այդ թիվներ սահմանադրության մեջ, սահմանադրության օգնությամբ նախագահ ընտրելով, բայց հաշիվ չենք անում, որ արդեն ըստ այդ սահմանադրության ընտրությունները, եթե չեն կեղծվում, ապա համակարգն այնպիսին է mass media, որ ընտրվում են դեգեներատները։ Այս կոնֆլիկտը, որը նկարած է աջ կողմից, չենք սպասարկել։ Հիմա կոնֆլիկտ կա մարդու եւ իշխանությունների միջեւ։ Նիչեի ասած, քաղաքական գործիչների եւ ժողովրդի միջեւ։ Մենք իրենց համար թշնամի ենք։ Եվ գործիք ենք։ Մենք իշխանություններին դիտում ենք որպես ընտրվելիք ապրանք, ասենց ասեմ, ու չենք մտածում, որ այդ ապրանքը մեզ ա ուտում։ Արդեն հենց այնպես չես կարող ապրել։ Ընտրություն թուղթ գցելով չես կարող ապրել։ Դու պետքա քեզ տիրություն անես, սպասարկես այս կոնֆլիկտը։ Իշխանությունների ու ժողովրդի կոնֆլիկտը, հարևանների, լքստի հարևանների, մարդատյաց, մարդակեր հարևանների, թուրք հայկական կոնֆլիկտը, արաբները իրենց ու հրեական կոնֆլիկտը եւ աշխարհը իրենց ու հրեական կոնֆլիկտը պետքա սպասարկեն։ Չի սպասարկում։ Եթե կոնֆլիկտը դու չես սպասարկում, բայց քո հակառակորդը ամբողջ ժամանակ զբաղված է կոնֆլիկտի էսկալացիայով, վերջը ինքը հաղթում է։ Այդ ձևով է, որ Ռուսաստանը 3.5 տարի արդեն չեսա կլինի 4 տարի շուտով ուկրաինական Զելենսկու հետ պատերազմում է իր զավակներով, սլավոն զավակներով, ուկրաինացիներին հիմարացրել են, նրանք համարում են, որ ռուսները իրանց թշնամին են, ռուսներն էլ համարում են, որ Պուտինը գիտի ինչ անում, ինքը գիտի, մի խառնվեք, ինքը գիտի, ինքը ճիշտ է կռվում, այդ ճիշտ կռվով ինքը ավիրում է ռուսական քաղաքները։ Հիմա էլ տոմահավք կտան, ամերիկացիք շատ լավ հասկանում են ամեն ինչը, բեջարում են իրանք այս կոնֆլիկտը։ Արտաքին կոնֆլիկտները ամերիկացիք կարողանում են բիջարել, բայց ներքին կոնֆլիկտը, ֆինանսական կոնֆլիկտը արդեն չեն կարողանում։ Այն, որ ես ցույց տվեցի, որ ոսկին գեր արագ աճում է, իսկ ամերիկյան բորսան արդեն նոր սկսում է հասկանալ, որ ինքը պարտավոր է ենթարկվել փողին, այլ ոչ թե պարտքին, նշանակում է իրանք ներսում կոնֆլիկտ չեն սպասարկում։ Ու մեր սարսաղը կարծում է, որ ինքը կարող է տարիֆներով, այսինքն մաքսային տոկոս, մաքսատուրքերով հարաբերություններ դզել աշխարհի հետ։ Չինաստանն ասում է, գիտես ինչ կա, դու պետք է ինձ զրի ապրանքները տաս, թե չէ այդ քո վրա մաքս կդնեմ։ Նու չինացիք էլ ես իրանց արդեն դժվար եմ հասկանում չնայած ինչ իմանաս, իրանք էլ միգուցե շատ ավելի խորը աշխարհը գիտեն, քան ես գիտեմ։ Սպասում են իրանց աստեղային ժամին։ Մի քիչ էլ կհամբերեն, հետո իրանց ատամները ցույց կտան, ժանիքները ցույց կտան, որովհետև նման աբսուրդ անհնար է, էլի դու չես կարող արտադրողին ասել ես քեզ կսպանեմ, փող չեմ տա քեզ, ապրանքը չեմ առնի ու դու կմեռնես։ Լսի, արտադրողը չի կարող մեռնել, արտադրողը միշտ արտադրում է։ Ու չինացիք մենակ շալվար չեն կարող, ասենք թե կոմպյուտեր չի, որ արտադրում են։ Իրանք աշխարհի ամենամեծ ծորեն արտադրողներից են։ Արդեն ամենամեծ նավատորմիղն է հեսա շուտով կունենան։ 100 անգամ
իրենց արտադրությունը պողպատի ավելա Ռուսաստանից, միջին երկրներից, մի 10 անգամ Ամերիկայից։ Ու ինքը կարող է, հետագետ, բայց կողքից ոչ մեկը չի հասկանում ինչ ասում։ Ոչ կամ չեն հասկանում, կամ ընդեղ էլ շապկեք են, ոնց որ Հայաստանում իշխանությունը բոլոր Նիկոլի տակ կզած վախում են ձեն հանեն։ Ոչ մեկը չի ասում, արա ինչեր ես դուս տալի։ Ինքս զբաղված է բիտկոինի առևտրով, 800 միլիոն փող աշխատել բիտկոինով։ Երկրի նախագահը փող աշխատելու գործին է, սա абսուրդ է։ Պուտինի իդեմս Պուտինի գործ ունենք ջհուդական, թուրքական կամակատարի, իդեպս Հայաստանի Նիկոլի գործ ունենք հայակերի, եվրոպական լիդերները դեգեներատ, սրա վերջնի չէ։ Այս հարցը, որ մենք պարտավոր ենք դառնալ այս պեշկեն, որը մինչև հիմա մեզ պեշկա են համարել, մեր կամքի տերը պետք է դառնանք ու այսրանց մեր ասելիքն ասենք։ Ինչքան է սա շարունակվել։ Ստեղ ինչ է գրած։ Ասում է բարձրագույն դպրոցները պետք է հատուկ դասարան ունենան, որտեղ սովորացան կյանքի կարիքների համար ունակություններ, ասենք կարել, թափել, տաքս լրացնել, առաջին օգնությունը մարդկանց տալ, հող մշակել, ճաշեպել։ Հիմա այս ժամանակն անցել է, սա հին պլակատ էր։ Հիմա համար 1 նախապայմանը մարդու քաղաքականություն հասկանալն է, դրա համար պետք է ինք ուսումնասիրի քաղաքականություն հասկանալու համար դու պետք է իմանաս քաղաքագիտություն։ Ես միակն եմ, որ այդ գիրքը գրել եմ։ Հայության մեջ հաստատ միակն եմ։ Հիմա սկսում եմ համոզվել, որ հայությունից դուրս էլ միակն եմ, որ այս ձևով գիրքը գրել եմ։ Հիմա ձեռս չի, կարող էի ցույց տալ ամերիկյան անալոգները, այս գրքի անհնար է կարդալ։ Դուք ունեք այդ հնարավորությունը, ես գրքի լինքը կդնեմ, գրախանութներ էլ գնացեք, արդեն միգուցե լինի գրախանութներում գրքից, վերցրեք, ծանոթացեք, տեր կանգնեք ձեզ, որ այսենց այս չընկնեք սրբազանների օր, արդեն 3-րդ սրբազանին է Նիկոլ բանդարկում, հոյակապա, ես էլ իմ եզրակացությունն ասեմ ավարտեմ, ֆանտաստիկ վիճակ է, 5000-ամյա տրեխաստեղծներով մենք, գզած ենք մի խելագար թուրքի տակ և ինքնակամ գնում ենք գերեզման։ Մեղադրանք առաջադրողի շրջապատում քանի հարգված բոզի ծնունդ կլինի, մի 1000 հոգի կլինի, չէ՞ որտեվ այդ մեղադրանքը Նիկոլը չի առաջարկել, ինչ-որ մեկին ասելա գնա բանդարկեն, մի հատ աղջիկ կա, երեխա դեմքով մի ճիճու կա, դատախազ։ Այդ մեղադրանք առաջադրողի շրջապատում եղած այդ 1000-ի ու 1000-ին մարդ համարող մնացածի տիրում մերը։ Դուք եք Հայաստանի գոյության, 10 հոգի այնց հիմա լսում, այդ 10 հոգի ջան, դուք եք ձեր ճակատագրի տերը, ձեր շրջապատում ձեր իրավունքները տարածեք, որ թիմ ունենաք, թիմավորվեք, ձեզ բաներ համակիրներ ունենաք, մենակ չմնաք, այդ մենակ կնոջ պես, որ հայվում էր փողոցում, բացեի բաց ասում էր Նիկոլի իր հասցեին, որ հնարավորություն ունենաք փողոցում միլիցու դեմ խոսելու։ Եթե այս 10 հոգով էլ չարեցիք ինչ-որ ձեզնից պահանջվում է, ոչ մի հավանականությունը, որ նոր գենոցիդը մոտակա ժամանակներս չի լինի 0 է։ Այս էլ այսօրվա ասածներ, աշխատել փորձում եի քիչ խոսեմ, հենա շատ ստացվեց, կես ժամից ավել ստացվեց։ Ներող։